Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության համաձայն Հունաստանը Էգեյան ծովի կղզիներում ստեղծում է հակաիրավական իրավիճակ։ Կիպրոսի բրիտանական ռազմակայաններին Իրանի հարվածից հետո Հունաստանը Պատրիոտ համակարգեր է տեղակայել Էգեյան ծովի Կերպե կղզում։ Թուրքիան նշում է, որ կղզին հունական իրավասության ներքո ապառազմականացված է համաձայն Լոզանի եւ Փարիզի պայմանագրերի ու հետեւաբար այնտեղ ռազմական տեղակայումները հակաիրավական են։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ուշադրություն է հրավիրում մի հանգամանքի վրա, որի մասին տեղեկություններ տարածվել դեռ օրեր առաջ։ Մի քանի օր առաջ, երբ թվում է, թե Իրանի շուրջ է ծավալվում գլխավոր համաշխարհային ռազմական թատերաբեմը, Թուրքիան կայացնում է որոշում Հյուսիսային Կիպրոսում տեղակայել F-16 կործանիչների խմբաքանակ Հյուսիսային Կիպրոսի անվտանգությունն ու պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Համաշխարհային գլխավոր ռազմական թատերաբեմը ծոցն է, մերձավոր արևելքը։ Թուրքիայի ուղղությամբ հենց այդ թատերաբեմից են գնում երկու բալիստիկ հրթիռ, բայց Անկարան ռազմական ուշադրությունը ցուցադրաբար կենտրոնացնում է միջերկրծովյան ուղղությամբ։ Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարությունը Հունաստանի գործողությունների հակաիրավականության վերաբերյալ վկայում է այն մասին, որ միջերկրծովյան ուղղությամբ կարող են կուտակվել լուրջ լիցքեր։ Բադալյանը հիշեցնում է, որ տարիներ առաջ նույնիսկ ծագում էր ֆրանս-թուրքական ռազմական բախում, երբ Անկարան ու Աթենքը վիճարկում էին Էգեյան ծովում իրենց դիրքերն ու իրավունքները։ Հունաստան, Կիպրոս, Իսրայել գիծը, որը ձևավորվել է վերջին տարիներին միջերկրծովյան ռեգիոնում նավթագազային պաշարների հավակնության գիծ է, լինելով մարտահրավեր Անկարայի հավակնություններին։ Այդ մեծ պատկերի ֆոնին Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարությունը գործնականում կարող է լինել նախանշան, որ միջերկրծովյան ռեգիոնում արշալույսները կարող են դադարել լինել խաղաղ, առավել եւ ծոցի պատերազմի ֆոնին։ Նա նաև ուշադրություն է դարձնում Վահագն Խաչատուրյանի եւ Նիկոլ Փաշինյանի այցերին, կասկածելով իհարկե, թե միջերկրծովյան թեման այդ այցերի ընթացքում եղել է հիմնական, բայց նաև ենթադրելով, որ Հունաստանն ու Ֆրանսիան որոշակի ակնկալիքներ կարող էին ունենալ նաև Հայաստանից։ Եթե միջերկրական ծովում վերականգնվի դիմակայությունը հույն-ֆրանսիական տանդեմի ու Թուրքիայի միջև, տանդեմն իհարկե կփորձի Հայաստանը դիտարկել Թուրքիայի թիկունքային ճակատ, առնվազն քաղաքական իմաստով։ Այս կոնտեքստում Հայաստանի համար մերժելի պետք է լինի ոչ միայն Ռուսաստանի կամ Իրանի դեմ Կովկասյան ճակատի որևէ հեռանկար, այլ նաև Թուրքիայի դեմ ճակատ դառնալու որևէ հեռանկար։ Միջերկրականի թեման ըստ վերլուծաբանի շատ կարևոր է, չնայած այս պահին գուցեև էպատաժային չէ։ Նա չի բացառում, որ այստեղ կարող են Անկարայի դեմ գեներացվել մարտահրավերներ ի պատասխան նրան, որ Անկարան մերժում է Իրանի դեմ պատերազմում իրեն ներգրավելու փորձերը։ Թուրքիան գուցե մտածում է, որ անգամ Իրանի դեմ ներգրավելու դեպքում միջերկրականում իրեն չեն թողնի հանգիստ, այլ հենց կօգտվեն Իրանի ուղղությամբ զբաղվածությունից եւ կփորձեն նաեւ սեղմել միջերկրծովյան գոտում։ Իսկ այդ գոտին Թուրքիայի առանցքային պետական ռազմավարություններից մեկի կարևոր ուղղությունն է, այսպես ասած, երկնագույն հայրենիք ռազմավարության, որի իմաստը ջրային ազդեցության ընդլայնումն է հենց միջերկրականի տրամաբանությամբ։ Հերթական եւ արդեն երրորդ բալիստիկ հրթիռն է խփվել Թուրքիայում, այս անգամ արդեն հենց Թուրքիայի երկնքում։ Հիշեցնենք, որ նախորդ երկուսը խփվել էին դեպի Թուրքիա ուղղվածության ընթացքում, մինչդեռ այս մեկի դեպքում ասվում է, որ այն թիրախավորել է ամերիկյան Ինջիլիքի ռազմակայանը։ Թուրքիայի արձագանքը թե երկրորդ, թե երրորդ հրթիռի կապակցությամբ զգալիորեն ավելի մեղմ է եղել, քան առաջինի դեպքում։ Ինչ կարող է սա նշանակել, որ Իրանը ներկայացրել է շատ ծանրակշիռ ապացույցներ, որ հարձակողը ինքը չէ, թե Անկարան ունի Իրանի կարիքը Հորմուզի նեղուցում, որը Թուրքիայի համար էլ կարևոր ուղի է։ Թերևս ի ապացույց վերոնշյալ վարկածի Թուրքիան հայտարարում է, որ իր նավերից մեկն Իրանի թույլտվությամբ անցել է Հորմուզի նեղուցով։ Անկարայի խոսքով նեղուցով անցնելու իրանական թույլտվության է սպասում թուրքական 15 նավ։ Այս ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հայտարարում է, որ Թուրքիան ակտիվացրել է իր դիվանագիտական ջանքերը մերձավոր արևելքում սրվող հակամարտությունը դադարեցնելու համար, զգուշացնելով, որ Միացյալ Նահանգների, Իսրայելի եւ Իրանի միջև պատերազմը վտանգում է ավելի լայն տարածաշրջանը քաոսի մեջ գցել եւ կոչ անելով անհապաղ հրադադարի եւ բանակցությունների վերադառնալու։ Մենք գտնվում ենք մի ժամանակաշրջանում, երբ բանակցություններն ու երկխոսությունը անփոխարինելի են։ Այսօր դրանց կարիքն ավելի մեծ է, քան երբևէ։ Այս ուղղությամբ մեր ջանքերը կշարունակվեն։ Մենք խոսում ենք ինչպես իրանական, այնպես էլ ամերիկյան կողմի հետ։ Վերջին օրերին մենք ապրել ենք պատերազմի ամենալարված պահերը։ Այս սրացումը եւ ապակառուցողականությունը, նաեւ աճող ռիսկերը ավելի են ընդգծում կողմերի միջև բանակցությունների անհրաժեշտությունը։ Թուրքիան դեմ է Իրանի ապակայունացմանը։ Ֆիդանը զգուշացնում է հակամարտության միջավայրում Իրանի ներսում առկա պառակտումները շահագործելու փորձերի դեմ։ Անկարան ամբողջովին դեմ է Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրելու եւ էթնիկ կամ կրոնական բաժանարար գծերի երկայնքով հակամարտություններ հրահրելու ցանկացած ծրագրի։ Ֆրիդա Ղազարյան, Արտեմ Պետրոսյան, TB News։